Վերջին տարիներին հայ-չեխական հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են, դա են վկայում բարձր մակարդակով այցերն ու փոխայցերը։ Տարիների պատմություն ունեցող հայ-չեխական դիվանագիտական հարաբերությունների հիմքում ակտիվ քաղաքական երկխոսությունն ու լայն իրավապայմանագրային դաշտն են։ Այս շաբաթ մեր երկիր էր ժամանել Չեխիայի խորհրդարանի падգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակությունը։ Օրակարգը հագեցած էր, առանցքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերն էին եւ ոչ միայն։ Չեխ պատվիրակներին խորհրդարանում նախընդունեց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նման փոխադարձ այցելությունները կարևոր են միջխորհրդարանական հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու տեսանկյունից, վերահաստատեցին հանդիպման մասնակիցներն ու երկկողմ հարաբերություններին վերաբերող թեմաներից բացի, քննարկեցին նաև Հայաստան-Եվրամիություն օրակարգին, Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված խաղաղության պայմանագրին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև Բաքվում պահվող հայերի հայրենադարձությանը վերաբերող հարցերը։ Այնուհետև Չեխիայից ժամանած գործընկերներին հանդիպեցին նաև ազգային ժողովի եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, փոխնախագահ Մերի Գալստյանն ու արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Նախ քննարկվեց Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությունն ու կարևորվեց ԵՄ անդամ երկրների, այդ թվում Չեխիայի հետ բազմակողմ գործակցությունը, ապա շեշտվեց ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումն ու Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը։ Մեր հանդիպումների օրակարգում էին Չեխիայի Հանրապետության եւ Հայաստանի միջև երկկողմ կապերը, սակայն մենք ցանկանում ենք քննարկել նաև ձեր եվրոպական ձգտումները, քանի որ ես այստեղ եմ ոչ միայն որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամի, այլև եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահի կարգավիճակով։ Հետաքրքրական էր նրանց վերջերս ազգային ժողովի կողմից առաջին ընթերցումով ընդունված Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի մասին։ Մենք նշեցինք, որ դա շատ հստակ քաղաքական ուղերձ եւ դեկլարացիա է, որը գալիս է մեր ուրեմն հանրությունից, ինչպես նաեւ անդրադարձ եղավ արդեն գործնական քայլերի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից ինչ ծրագրեր, ինչ գործողություններ են իրականացվել։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում վերջին զարգացումները եւս անմասն չմնացին քննարկումներից։ Այս համատեքստում հայ խորհրդարանականները չեխ գործընկերներին ներկայացրին նաև Հայաստանի Հանրապետության կառավարության մշակած խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Քննարկումների առանցքում հիմնականում եղել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները։ Ինչպես գիտեք, Չեխիայի Հանրապետությունը շատ է շահագրգռված, որ ձեր երկրները հասնեն խաղաղության։ Իրականում պետք է լինի արդար խաղաղություն, որը նպաստավոր կլինի երկու կողմերի համար։ Քննարկել ենք նաև տարածաշրջանի մյուս երկրների հետ հարաբերությունների նորմալացման, կարգավորման եւ գործող հարաբերությունների ամրապնդման կարեւորության մասին, մասնավորապես նշել ենք Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման ուղղված մեր ջանքերի մասին, ընդգծել ենք որոշակի դրական դինամիկան այդ հարաբերությունների նորմալացման գործընթացում եւ հույս ենք հայտնել, որ առաջիկայում միգուցե հնարավոր լինի տեսնել որոշակի առարկայական եւ գործնական քայլեր այդ գործընթացում։ Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցություն Եվրամիության անդամ երկրների, այդ թվում Չեխիայի հետ ոլորտային փոխգործակցության խորացման անհրաժեշտություն ու Եվրամիության դիտորդական առաքելության գործունեության կարևորություն։ Այս թեմաներն էլ ազգային ժողովի Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամների ուշադրության կիզակետում էին չեխ խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ։ Խոսել ենք խորհրդարանական մակարդակում մեր փոխգործակցության մասին, խորհրդարանական ուրեմն պատվիրակությունների վերաբերյալ դուք գիտեք, որ եւ ԵԽԽՎ կազմում եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեաժողովի կազմում ներկայացված են եւ հայկական եւ չեխական պատվիրակությունները եւ այս իմաստով այդտեղ եւս նրանց աջակցությունը եւ նրանց այդ փոխգործակցությունը կարեւոր ենք համարում։ Անդրադառնալով տարածաշրջանին ու մեր երկրին վերաբերող հարցերին Արթուր Հովհաննիսյանը կարևոր համարեց նշել այն հանգամանքը, որ չեխ գործընկերները մեր երկրի համար կարևոր ժամանակահատվածում են այցելել Հայաստան։ Մենք փոխանցել ենք խաղաղության համաձայնագրի տեքստն Ադրբեջանին եւ սպասում ենք պատասխանի։ Գործընկերներին տեղեկացրեց խորհրդարանականն ու այս համատեքստում խոսեց նաեւ Բաքվում պահվող հայ գերիների մասին։ Չեխական պատվիրակության անդամներից մեկը Իրջի Կոբզան, ով նաեւ հայ-չեխական բարեկամական խմբի անդամ է, լավատեղյակ է Հայաստանի պատմությանն առհասարակ ցեղասպանության պատմությանը եւ իր պատրաստակամությունը հայտնեց նաեւ ուրեմն գերիների ցանկը ունենալ իր մոտ եւ ուրեմն առանձին զրուցել նաեւ
Չեխիայում Ադրբեջանի դեսպանի հետ փորձելով որոշակի ազդեցություն ունենալ նաև այդ խողովակի միջոցով։ Ամփոփելով հանդիպման մասնակիցները վերահաստատեցին, որ փոխադարձ հարգանքն ու բազմաբնույթ համագործակցությունը նպաստում են երկու երկրների միջև բարեկամական կապերի շարունակական զարգացմանն ու արձանագրեցին Հայաստանի ու Չեխիայի տնտեսական, մշակութային ու կրթական ոլորտներում փոխգործակցության մեծ ներուժը։ Այդ շրջանակում Չեխիայից ժամանած պատվիրակները եղան նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հյուրերը ծաղիկներ խոնարհեցին հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգեցին նահատակների հիշատակը, իսկ ցեղասպանության թանգարան ինստիտուտում ծանոթացան Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու գրառումներ կատարեցին պատվավոր հյուրերի հուշամատյանում։